Հնդկաստանում հայկական դպրոցներ գործել են 18-րդ դարավերջից սկսած հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում։ Դրանցից ամենանշանավորը Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը 204 տարեկան է։ Կրթօջախը երկսեռ 10-ամյա անգլիական թեքումով հայկական դպրոց է։ Այս պահին ճեմարանում սովորում են հայ տղաներ եւ աղջիկներ աշխարհի մի քանի երկրներից՝ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանից, Իրաքից, Մյանմարից եւ Ռուսաստանից։ Ապագայում եթե անշուշտ լինեն դիմորդներ այլ երկրներից եւս, մենք հնարավորություն ունենք ընդունելու նաեւ այլ երկրներից։ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում 10 տարի ուսանելուց հետո մեր հայ տղաներին եւ աղջիկներին, նրանք ովքեր որ ճեմարանն ավարտում են բարձր առաջադիմությամբ, լավ կամ գերազանց գնահատականներով, իրենց հնարավորություն է տրվում ուսումը շարունակելու Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում։ Այդ դպրոցը լավ կամ գերազանց գնահատականներով ավարտելուց հետո, 12-րդ դասարան ավարտելուց հետո, իրենց բացառիկ հնարավորություն է տրվում ուսումը շարունակել Հնդկաստանում գործող որևէ համալսարանում։ Աշակերտները, դիմորդները, համալսարան դիմողները իրենց ցանկությամբ ընտրում են համալսարանը եւ տեսչի հետ համաձայնությամբ ուսումը շարունակում են ինչպես բակալավրիատուրայում, այնպես էլ մագիստրատուրայում։ Թե Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում, թե Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում եւ թե Հնդկաստանի որևէ համալսարանում մեր հայ երիտասարդների բոլոր ծախսերը, այդ թվում սննդի, հագուստի, բժշկության, ուսման, ընթացքում նրանց տրվում են նաև կրթաթոշակ։ Այս բոլոր ծախսերը հոգում է հայոց մարդասիրական ճեմարանը տեղի Սուրբ Նազարեթ եկեղեցու օժանդակությամբ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մշտական ուշադրության եւ հոգացության ներքո է պահում մարդասիրական ճեմարանը։ Հայրապետը հաճախ է այցելում Կալկաթա, հետևում ճեմարանի զարգացումներին եւ ձեռքբերումներին, տեղում համոզվում, որ աշակերտները որակյալ կրթություն են ստանում եւ ապահովված են կեցության բարվոք պայմաններով։ Նորին սրբության հերթական այցը նոյեմբերի 8-ին էր։ Ամենայն հայոց կաթողիկոսը աշակերտների, մանկավարժների եւ տնօրինության հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեծագույն ուրախությամբ է այցելում հայոց մարդասիրական ճեմարան, որտեղ տարեստարի նորանոր ձեռքբերումներ են արձանագրվում։ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ճեմարանի տեսուչ Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովիվ Տաճադ վարդապետին, հոգաբարձուների խորհրդին, մասնավորապես խորհրդի անդամներ Տիկին Սյուզան Ռուբենին եւ Տիար Սունիլ Սոբթիին, ուսումնակրթական ծրագրերին եւ շինությունների նորոգչական աշխատանքներին նպաստելու համար։ Հայրապետը նշեց, որ հայոց մարդասիրական ճեմարանը ժամանակի մեծանուն հայորդիների, իղձերի ու երազանքների արգասիքն է եղել։ Նրանք ամեն ջանք ծառայեցրել են ազգային կյանքի շինությանը, հետամուտ եղել, որպիսի հեռավոր երկրում հասակ առնող հայ երեխաները հաղորդ լինեն իրենց պատմությանն ու արժեքներին։ Ճեմարանի հիմնադրումից ի վեր նպատակը եղել է ոչ միայն Հնդկաստանում, այլև հարևան երկրներում բնակվող հայության մեջ մեր ազգի ստեղծագործ մտքի լուսավորության ջահը վառպահելը։ Եվ բնականաբար դրա համար պետք է ժամանակին բացվեին հայկական դպրոցներ եւ ժամանակի մեծ բարերարների ճեմարանի հիմնադիրների, հատկապես Աստվածատուր Մուրադխանյանի, Մնացական Վարդանյանի եւ Դավթյան օրիորդաց վարժարանի հիմնադիր Դավիթ Դավթյանի եւ բազում հայորդիների թողած նվիրատվությունների շնորհիվ ճեմարանը կարողանում է ոչ միայն պարզապես գոյատևել, այլև մեծ առաջընթաց ապրել։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ նրանց թողած նվիրատվությունները պետք է ծախսվեն ըստ Հնդկաստանի օրենքի միայն ու միայն Հնդկաստանի սահմաններից ներս եւ ոչ երբեք դրա սահմաններից դուրս։ Ճեմարանի նպատակն է հայ պատանուց կերտել ուսյալ եւ գիտակից, քրիստոնեական հավատքով եւ արժեհամակարգով լեցուն հայ մարդ, որը պիտի կարողանա իր գիտելիքներն ու փորձառությունը ապագայում ծառայեցնել Հայաստանի համար եւ հենց Հայաստանում։
Հնդկաստանում երկար տարիներ գործել է նաև Դավիթյան օրիորդաց վարժարանը, որը 1949 թվականին միացել է մարդասիրական ջեմարանին։ Այս պահին հիմնանորոգվում է վարժարանի կացարանային մասնաշենքը։ Հայրապետի ցանկությունն է, որպեսզի ջեմարանում ուսանող աղջիկներին կացարանային առանձին շենք տրամադրվի։ Այցի ընթացքում հայոց հայրապետը եղավ հիմնանորոգվող կացարանային տարածքում, որը մի քանի ամսից դռները կբացի մարդասիրական ջեմարանում ուսանող աղջիկների առաջ։ Այսօրվա ընդհանուր աշակերտներու թիվը միասին եւ դղաները եւ աղջիկները մոտ 90 հոգի են։ Ամենից որ նոր շենք է շինվում, ուրեմն դղաների բաժինը դադարվում է, այնտեղ կարելի ավելացնել եւ աղջիկների նոր շենք, որ կարող է 100 հոգի հանգիստ ընդունել։ Ամենից ինձ թվում է սա նոր խթան կհանդիսանա Աբակայի համար։ Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, ով երկար տարիներ Հնդկաստանի եւ Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակն է եղել, նշում է, որ մարդասիրական ջեմարանի ներկա վիճակը անհամեմատելի է նախկին վիճակի հետ։ Նա եւս ընդգրկված էր հայրապետական պատվիրակության կազմում։ Պետք է ասեմ, որ իմ հոգուս խոսող քիչ հաստատություններից մեկն է, որ իսկապես այդպես լավ է զգում, որ այսպեսի մի հաստատություն մենք ոչ միայն ունեցել ենք, այլ նաև պահպանել ենք, ամենուր հաճելի է այցելել, ներկա լինել, տեսնել։ Այցից տպավորված էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը, որը եւս ընդգրկված էր հայրապետական պատվիրակության կազմում։ Սրբազանի գնահատմամբ բազմամշակույթ եւ բազմաշերտ այդ երկրում տպավորիչ էր պահպանված տեսնել հայկականությունը, որը մեծ նվիրում եւ լուրջ ջանքեր է պահանջում։ Ես հիացած եմ եւ նաեւ կարող եմ վկայել, որ մեր երեխաները, որ այնտեղ սովորում են, շատ լավ պայմաններում են սովորում, Փառք Աստծո, եւ մեր հոգեվոր դասը եւ հոգաբարձունները իրապես մեկ ընտանիքի նման կարողանում են այն սերը մատուցել երեխաներին եւ կարծում եմ այդտեղից լավ կրթություն ստանալով երեխաները, երիտասարդները կվերադառնան հայրենիք եւ պիտանի կլինեն եւ եկեղեցուն եւ մեր պետությանը։ Կալկաթայի հայոց մարդասիրական ջեմարանը հայկական Սփյուռքի ամենաազդեցիկ կրթական հաստատություններից է եւ լուրջ դերակատարություն ունի Հնդկաստանի հայ համայնքի պահպանման գործում։ Այսօր հնամյա կրթօջախում երեխաները սովորում են հայերեն, անգլերեն, հնդկերեն, ռուսերեն, համաշխարհային գրականություն, պատմություն, ճշգրիտ եւ բնագիտական առարկաներ։